Ժողովուրդ ջան, նկարում եմ սենց փոքր տեսահոլովակներ, որ չմոռանամ, հատկապես ղեկին լավ է ստացվում այդ ինֆորմացիայի ինչը գալ է, ընդունել է, անտենան լավ է երևի աշխատում, թե ինչ, բոլոր մեր իմացած ճյուղերը, օրինակ բուդդիզմ, քրիստոնյաները, Կրիշնայիդները, բոլոր կոնֆեսիաները ինչ որ գիտենք, իրանք շեղվել են, բայց իմաստը դրա ոնց որ մարդու էներգիան ճանաչել, ծանոթանալ ու բարձրացնել էներգիան այն աշճանի, որ մարդուն պատրաստեն հաջորդ իզմիրենիայի, սենց ասած, մարդուն չպատրաստեն, մարդու հոգին պատրաստեն հաջորդ իզմիրենիայի, որտեղ որ ուրիշ վիբրացիաներ են, ուրիշ թրթիռներ են, հա, ըստ կարդացած, ըստ իմացած ինֆորմացիաների, դա հնարավոր է մենակ մեր երկրային ամենակարճ ձև, ամենահեշտ ձևը, դա մեր երկիր մոլորակի վրա է կատարվում այդ թրթիռների բարձրացման, վիբրացիայի բարձրացման պրոցեսը, նման հնարավորություն ուրիշ իզմիրենիաներում, ուրիշ տեղեր չկա ու հատկապես մեր ժամանակահատվածը Կալի յուգա այս ժամանակաշրջանը, որը որ տևում է 64,000 տարի, ամենալավ ժամանակահատվածն է, որտեղ որ կարող ես կարճ ժամանակում ու ներումներով, ինչ-որ այսենց զեղչերով սենց ասած, ստանաս այդ հնարավորությունը։ Նույնիսկ Կալի յուգայից հետո ինչ ժամանակաշրջաններ որ գալիս է, այնտեղ 4 տարբեր ժամանակաշրջաններ են։ Նույնիսկ այնտեղ այդ հնարավորությունները շատ քիչ է ու ավելի դժվար է։ Այսինքն իմի բերի, իմ լսած այդ ինֆորմացիաները ու իմ եզրակացությունը, որ մենք ստեղ հայտնվել ենք, պատկերացրեք մեր վիբրացիաները բարձրացնելու, որպեսզի ուրիշ իզմիրենիա գնալու համար, ոնց որ ստայանочное место, իսկ այդ հնարավորությունը առանց այս խիմզավոդի, առանց դրա հնարավոր չի, դրա համար մենք ունենք այս ձևի օրգանիզմ, որը որ ունի ինստրուկցիա, ոնց անենք, որ մեր էներգիան, մեր վիբրացիաները բարձրացնենք։ Այս բիոռոբոտը քիմիական զավոդը, հա, համարենք։ Այդ քիմիական զավոդում ինչ պրոցեսներ տեղի ունենում, դա մեր մտածածի, դա մեր արածի քայլերի շարժման ու ամեն ինչի հետևանքն է։ Այսինքն, եթե դու մտածում ես լավ բաների մասին ու լավ էմոցիաներով ես հարուստ, լավ դա էլ կա, իր ամեն էմոցիան, ամեն զգացմունքը ունի իր այդ միկրոթրթիռները, որը որ բարձրացնում է էներգիան։ Օրինակ, եթե ես զգում եմ շնորհակալություն, այդ բլագադարնոստը, դա իմ թրթիռները բարձրացնում է կոնկրետ մակարդակի ու օրվա մեջ ինչքան շատ ես դու պոզիտիվ, այդ ձև բարձր թրթիռներով հարուստ էմոցիաների ու զգացմունքների մեջ, հա, այնքան քու թրթիռները ժամանակի ընթացքում բարձրանում են։ Եթե դու բնական վատ բաների, վատ թրթիռներ ունեցող էմոցիաների մեջ ես, վախ կամ ինչ-որ նախանց, նման տիպի բոլորին է հայտնի է այդ ինչերը, તો բնականով որ պետք է քո թրթիռները իջնի ու իմաստը այս քիմիական զավոդի ինչն է, որ քու այդ բիոթրթիռները հասցնի այն աշճանի, մաքսիմալ աշճանի, որ այս կյանքը գնալուց հետո դու քու այդ բարձր բիոթրթիռներով, բարձր թրթիռներով անցնես ուրիշ իզմիրենիա։
չգիտեմ, ուզում եմ այսենց կոմպլեքս բացատրեմ, ինչի համար մեզ պետք է այդ պատվիրանները, ինչի համար մեզ պետք է այդ պաս պահելը, մաքրելը օրգանիզմը, վարժություններ անելը, մեդիտացիա անելը, մեդիտացիան իմիջիալոց տալիս է ներվերին հանգստություն ու մտքերի խաղաղություն, մտքերը մաքրում, հանգստացնեմ, մինիմալիզացնեմ։ Երբ որ սկսում ենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որ մեր թրթիռները բարձրացնենք, այդ ճանապարհին գալիս է այսպես մի բան, որ մեզ խանգարում են բլոկները, ասենց ասած բլոկ են ասում, դա չակրաների հետ կապված բլոկներ, ասենց հասկացություն, բայց դա մեր էլի բնավորության հետ կապված մեր վախեր, մեր համոզմունքները, մեզ երեխա ժամանակ ինչ բացատրել են, մենք ինչ կարծիք ունենք ու մնում ենք այդ ռամկի մեջ, հա, ընդամենը այդ է, որ մեզ պահում է, հաշվեք, այսեն ցանկապատ ենք արել ու այդ ցանկապատի ներսում մենք մեզ ինչ ենք անում, տանջում ենք, որ չի կարելի այդ ցանկապատը դուրս գալ, այ մեր բլոկները այդ է։ Այդ բլոկներից մաքրվելու համար հարկավոր է անալիզ անել սեփական մտքերը, սեփական կարծիքները ամեն ինչի նկատմամբ։ Օրինակ օրվա մեջ կարող եք ձեր մտքերը թղթի վրա գրել, մի քանի օր թղթի վրա գրելուց հետո կարող ձեզ պարզ դառնա արդեն ինչի վրա եք դուք կոնկրետ կենտրոնացած, ասենց ասեմ, թե ինչ շատ ձեզ հուզում, ինչ բան մտքեր կա, որի շուրջ պետք է աշխատեք։ Ու սկսեք ինչ անել, հարց տալ ձեզ, ինչի եմ ես սենց մտածում։ Անպայման այդ դրա պատասխանը դուք կստանաք ժամանակի ընթացքում ու դուք կհամոզվեք, թե ինչն է ձեզ խանգարել, հիմնականում ձեր ինչերը սխալ հասկանալը, որ դրել եք ձեզ այսենց սահմանի մեջ։ Պատկերացրեք այսենց մի մոմենտ, երբ որ մենք իմպլանտ ենք գցում ատամի տեղ, հա, պատկերացրեք այդ իմպլանտը ժամանակի ընթացքում ինքը մեզ թելադրի, թե ինչ անենք, ոնց ծամենք, ոնց հա ճիշտ, ոնց կյանք սովորացնի, էլի սենց ասած, կամ ասի չէ ես այդ չեմ ծամում, այն մյուսն եմ ծամում, կամ պատկերացրեք, որ մեր խելքը դա նույն իմպլանտն է, որը որ մենք հավաքել ենք այս տարիների ընթացքում, ժամանակի ընթացքում, ու այդ մեր խելքը մեզ արդեն այնքան է թելադրում, այնքան է կառավարում, մեզ թվում է, որ տենց է ճիշտը, բայց չէ որ մենք ունենք հոգի, մենք եթե ազատվում ենք այդ խելքի կառավարման պրոցեսից, մենք ապրում ենք ուրիշ կյանք, մենք զգում ենք, որ կյանքը առանց տրված խելքին, խելքը մեզ պետք է, առանց խելք չենք կարա մենք գոյատևենք այս աբլոշկայի մեջ, այս մարմնի մեջ, ուղղակի խելքը երբ որ օգտագործում ենք մեր գործնականի համար, հա, ամեն ինչ ունի իր չափը, երբ որ խելքը իր չափով անում, այն ժամանակ ամեն ինչը իր տեղն է գալիս, մենք մեր արտնալը այդ դրանում է, որ մենք կարենանք գտնենք, կարենանք տեսնենք հենց այդ պահը, կարենանք մեզ հայտնաբերենք, որ մենք դա խելք չենք, մենք դա հոգի ենք, զգացեք այդ տարբերությունը։